In the name of God, the compassionate, the merciful, the situation in Iran, in Tehran. Աստծո անունով ողորմած եւ կարեկից։ Իրավիճակը Թեհրանում եւ Իրանի մյուս քաղաքներում հետեւյալն է։ Մենք այլ երկրների պես ունենք տնտեսական որոշ խնդիրներ, եւ այդ խնդիրներն ունեն կոնկրետ պատճառներ։ Կան մարդիկ, որոնք իրենց պատկերացումն ունեն այդ խնդիրների մասին եւ ցանկանում են իրենց ձայնը տեղ հասցնել։ Կառավարությունը փորձում է արձագանքել նրանց, լսելով նրանց ձայնը եւ կապ պահելով այդ մարդկանց հետ։ Սրան զուգահեռ կան որոշ ցուցարարներ, որոնք ուզում են խոսել տնտեսական վիճակի մասին։ Կարևորագույն ընդգծումը հետեւյալն է։ Իրանի ներքին խնդիրները պետք է լուծվեն ներսի ուժերով, ներսի փորձերով եւ ներսի քննարկումներով, այլ ոչ այլ երկրների միջամտությամբ։ Այլ երկրները չպետք է դրթեն Իրանի ժողովրդին իրականացնել իրենց կամքից չբխող քայլեր։ Today, the situation is Այսօր իրավիճակը մի փոքր ավելի հանգիստ է, բայց մենք տեսնում ենք, որ արտաքին ուժերը, Միացյալ Նահանգները եւ որոշ արևմտյան երկրներ փորձում են յուղ լցնել կրակի վրա։ Իրանի ժողովուրդը չի ցանկանում, որ իր ղեկավարության հետ հարաբերություններին միջամտեն այլ կողմեր։ no. Ցուցարարների կողմից Իրանի որոշ քաղաքներ գրավելու լուրերը, որ մատուցում են արևմտյան լրատվամիջոցները, չեն համապատասխանում իրականությանը։ Իրանի տնտեսական խնդիրներից շատերը արևմտյան ապօրինի պատժամիջոցների հետևանքով են։ Նրանք արգելքներ են սահմանել իրանական արժույթի համար եւ թույլ չեն տալիս Իրանի կառավարությանը դրամական փոխանցումներ կատարել բնականոն եղանակներով։ Եվ միևնույն ժամանակ նրանք իրենց լրատվամիջոցներով հաղորդում են, թե իբր Իրանի ժողովրդի կողքին են ու կցանկանային, որ Իրանի տնտեսությունը լավ վիճակում լիներ։ Նրանք ստում են, որովհետև չես կարող մի կողմից պատժամիջոցներ սահմանել մի երկրի համար, մյուս կողմից մտահոգվել այդ երկրի տնտեսական վիճակով։ Ինչպես Իրանի գերագույն առաջնորդն է նշել, Իրանի ժողովուրդն իրավունք ունի բանակցելու եւ լուծելու իր խնդիրները երկրի ներսում։ Մենք որևէ վստահություն չունենք արևմտյան երկրների նկատմամբ։ We don't have any trust in Western countries. Միացյալ Նահանգները խնդիրների պատճառն են, ոչ թե լուծման ճանապարհը։ Նրանք Իրանի համար խնդիրներ են ստեղծում։ Փոխանակ իրենց ջանքերը ներդնեն իրենց երկրի խնդիրները լուծելու համար, նրանք նախընտրում են փորձել ամբողջ աշխարհին պարտադրել իրենց կամքը։ Կարծում եմ, նրանք ուզում են վերցնել իրանական նավթը այլ երկրների նավթի պես, օրինակ Վենեսուելայի։ They want to have maybe the Iranian oil like other countries' oil. Ինչ վերաբերում է Իրանի վերջին շահի որդու կոչերին, ապա կարող եմ ասել, որ նրա գործունեությունն ուղղորդվում է Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ռեժիմի կողմից։ Նրան Իրանում չեն վստահում եւ նա որևէ կարեւորություն չունի Իրանի ժողովրդի համար։ 45 տարի առաջ իսլամական հեղափոխությունը եղավ հենց այն պատճառով, որ ժողովուրդը չէր ցանկանում շահի կառավարման շարունակությունը։ Որևէ մեկը, որ տասնյակ տարիներ երկրից դուրս է եղել, չի կարող Իրանի ապագայի վերաբերյալ անկեղծ հետաքրքրություն ունենալ եւ չի կարող օգուտ բերել երկրին։ Can do any good for the country.